Գերմանիա մեկնել ցանկացողների փակ խմբերում ամենահաճախ քննարկվող հարցերից մեկը վիզայի համար հերթագրման օրվա ամրագրումն է ու հարցը, թե քանի ամսվա է հասել փաստաթղթերի ներկայացման օրվա ժամկետի ստացմանը սպասելը: Իսկ այդ ժամանակը գնալով ավելանում էր, հասնելով ընդհուպ 10 ամսվա: Բազմաթիվ ծրագրված կարևոր այցեր ու գործեր վիզայի ստացման խնդիրների պատճառով ձգձգվում էին կամ չեղարկվում: Դեկտեմբերի 12-ից քննարկումների թեման փոխվել է, քանի որ Գերմանիայի դեսպանատունը փոխել է վիզաների տրամադրման ընթացակարգը: Այդ երկիր մուտքի թույլտվության բոլոր գործառույթները պատվիրակվել են TLS Contact ընկերությանը, որի միջոցով տրամադրվում են եվրոպական մի շարք այլ երկրների վիզաներ ևս: Դեսպանատունն այլևս այս հարցերով չի զբաղվում: Ռադիոլուրի զրուցակիցը, ով բազմիցս վիզա է ստացել Գերմանիայի դեսպանատան միջոցով, իր վերջին վիզան ստացել է հենց այդ եղանակով: Նշեմ, որ ես բազմիցս դիմել եմ Գերմանիայի դեսպանատուն, իմ բոլոր վիզաները ես ստացել եմ Գերմանիայի դեսպանատան միջոցով: Ես գրանցվել եմ 2025 թվականի ապրիլին: Իմ հերթը պետք է հասներ ըստ տվյալների դեկտեմբեր ամսին, բայց ես նախապես նորից սեպտեմբեր ամսին զանգահարեցի TLS Contact և այնտեղ ինձ ասացին, որ պետք է նորից գրանցվեմ իրենց մոտ: Ռադիոլուրի զրուցակիցը նկատում է, որ TLS Contact վիզաների կենտրոնի միջոցով գրանցման և դիմելու ընթացակարգը զգալիորեն պարզեցվել է: Նրա խոսքով, եթե նախկինում հերթագրման ժամկետները հասնում էին մինչև մեկ տարվա, այժմ հնարավոր է վիզա ստանալ ընդամենը մի քանի ամսվա, իսկ որոշ դեպքերում 10-ից 14 օրվա ընթացքում: Վերջին անգամ վիզայի համար Գերմանիայի դեսպանատանը գրանցվել է դեռ ապրիլին, հույսով, որ մինչև դեկտեմբեր կստանա վիզա: Ընթացքում փոխվել է ընթացակարգը: Ենթադրում է, որ դեսպանատնից իր տվյալները փոխանցվել են վիզաների կենտրոնին: Այստեղ նոր տվյալներ են պահանջել, բայց և վիզայի հերթ ստանալու պատուհանը շատ ավելի հեշտ ու արագ է բացվել օր ամրագրելու համար: Նորից գրանցվեցի այնտեղ, 2 ամիս հետո, մոտավոր դեկտեմբերի սկզբին ինձ նորից օր նշանակեցին: Անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելուց հետո գործընթացը կազմակերպվել է առանց խոչընդոտների: 9 օր անց նա ստացել է իր վիզան: Համակարգը շատ լավ է աշխատում: Այն խոսակցությունները, որ համակարգը լավ չի աշխատում, չի համապատասխանում իրականությանը, որտեվ իսկապես շատ հեշտ կարողանում ես և մուտք գործել և գրանցվել: Բոլոր քայլերը շատ արագ է ստացվում և նաև կոնտակտը իրենց հետ, հենց անմիջապես TLS Contact-ի հետ շատ լավ է լինում: Շատ արագ պատասխանում են հեռախոսազանգերին, շատ արագ մեյլով քեզ գալիս է պատասխան և այդ ամեն ինչը շատ մեյլերի և զանգերի միջոցով կարողում ես շատ հեշտ վերահսկել: Զրուցակիցս ասում է. Գերմանիայի դեսպանատան պաշտոնական էջի միջոցով գրանցումն ավելի բարդ էր: Նոր եղանակով դիմելիս տեխնիկական խնդիրների չի հանդիպել: Այո, կրճատվել է ժամանակահատվածը, որովհետև եթե ես ցանկության դեպքում, եթե ես օրինակ հունվարին պետք է մեկնեմ, ես կարող եմ հոկտեմբերին դիմել, ինձ մի որոշ ժամանակ հետո, մեկ ամիս կամ 1.5 ամիս հետո օր տրամադրեն ու 10-14 օրվա ընթացքում տրամադրել վիզան: Վարչապետ Փաշինյանը դեռ դեկտեմբերի կեսին Համբուրգում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Գերմանիայի կողմից Հայաստանի քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում: Իմացանք երեկ Բեռլինում, և որ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանը ասաց, որ մյուս տարվանից, հունվարից կամ գուցե փետրվարից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինի: Մանրամասներ չէին ներկայացվել: Նշվել էր, որ Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության մուտքի վիզա ստանալը դյուրացնելու հարցն օրակարգում է: Այս ուղղությամբ բավական երկար ժամանակ աշխատում են Եվրամիության գործընկերների հետ, ներկայացնելով քաղաքացիների այն մտահոգությունը, որ վիզա ստանալու համար ստիպված են 10 ամիս սպասել, ասել էր վարչապետն ու այնուամենայնիվ նկատել, որ վերջին տարիներին նկատելիորեն ավելացել է Հայաստանից Եվրամիության երկրներ տուրիստական հոսքը, չնայած վիզա ստանալու դժվարություններին: Գերմանիա մուտքի վիզայի դիմում ներկայացնելու համար դիմորդները նախ պետք է գրանցվեն TLS Contact վիզաների կենտրոնի միջոցով, որը Գերմանիայի դեսպանատան պաշտոնական գործընկերն է: Քաղաքացին պետք է մուտք գործի ընկերության պաշտոնական կայք և լրացնի պահանջվող տեղեկությունները: Ռադիոլուրի մյուս զրուցակիցը հենց սրան հաջորդող շղթայում արդեն նկատում է որոշակի խնդիրներ: Երբ հասնում է պահը, որ պետք է ընտրել փաստաթղթերի ներկայացման համար օր ու ժամ, պատուհանը դատարկ տեղեր ցույց չի տալիս: Վիզաների կենտրոնից խորհուրդ են տալիս շարունակաբար թարմացնել պատուհանը տեղ բացվելուն պես օր ամրագրելու համար, բայց թե երբ կբացվի, անորոշությունը մեծ է:
Վիզաների կենտրոնի կայքում առաջարկվում է լրացուցիչ ծառայությունների գնացուցակ՝ մի քանի 100 դրամից մինչև մի քանի տասնյակ հազար դրամ արժեքով, խոսքը բուն վիզային վճարի մասին չէ, որը գանձվում էր նաև դեսպանատանը, դրան գումարվում է նաև հենց կենտրոնի ծառայության արժեքը։ Կենտրոնում գործում են նաև վճարովի հավելյալ ծառայություններ։ Փաստաթղթերի ներկայացման պայմանավորվածության առանց հերթի ու արագ ամրագրումը ենթադրում է 19,000 դրամի վճար։ Այս դեպքում պայմանավորվածությունն ամրագրվում է հաշված օրերի ընթացքում, անգամ հնարավոր է 1 օրում, կախված ծանրաբեռնվածությունից ու որոշ այլ հանգամանքներից։ Աշխատանքային ժամերից դուրս վիզայի դիմում ներկայացնելու համար քաղաքացուց կպահանջվի 17,000 դրամ։ Զբաղված եք աշխատանքային ժամերին գրասենյակ այցելելու համար, Prime Time գրանցելը 17,000 դրամ։ Դիմումի ամբողջական աջակցությունը 8,500 դրամ։ Պատճենահանում, ծանուցում, առաքում, թարգմանություն, փաստաթղթերի առաքում, այս բոլորն իրենց հերթին հավելյալ վճարումներ են ենթադրում։ Զրուցակիցս մտավախություն ունի, որ եթե չդիմեր վճարովի ընթացակարգով օր ամրագրելու համար, պատուհանն այդպես էլ չէր բացվի, բայց անգամ հավելյալ վճարմանն է ինչ-որ առումով համաձայն, քանի որ այդպես գոնե Գերմանիայում ամրագրված գործերը չեղարկելու ռիսկի առաջ չի կանգնի միայն վիզայի փաստաթղթերի ներկայացման համար օր ամրագրել չկարողանալու պատճառով։ Ամեն դեպքում Ռադիոլուրի զրուցակիցները վիզայի ստացումն ավելի դյուրին ու արագացված են գնահատում։ Աիդա Ավետիսյան, Ռադիոլուր։